Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումների մասին միջազգային կառույցներն ահազանգում են ավելի քան 2 տասնամյակ։ Դեռևս 2003 թվականին էին ԵԱՀԿ ներկայացուցիչները լրագրողների նկատմամբ ճնշումներն արձանագրել։ 2014-15 թվականներին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Քորվիլը, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններ նույնպես դատապարտել են Ադրբեջանին իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հալածանքների համար։ 2024 թվականին լրագրողների ձերբակալություններին անդրադարձել է նաև Հելսինկյան կոմիտեն։ Նույն թվականին Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձևերով պահանջվել է երաշխավորել մամուլի ազատությունը և ազատ արձակել ադրբեջանական Meydan TV-ի, Abzaz Media-ի և Tophrum TV-ի լրագրողներին։ 2025 թվականին Եվրամիությունն արձանագրել է, որ Ալիևի կողմից համաներմամբ ազատված 154 անձանց թվում չեն եղել իրենց հիմնարար իրավունքների իրացման համար դատապարտվածները։ Չնայած միջազգային կառույցների քննադատություններին, իրավիճակն Ադրբեջանում չի փոխվել։ Ադրբեջանն այսօր հայտ է ներկայացնում լինելու խոսքի և մամուլի ազատության ամենամեծ բանտախուցը տարածաշրջանում։